Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Աղջիկս, հեռացիր այդ մարդկանցից, վաղ առավոտյան գնաս կեսրոջդ քաղաքամերձ տուն և ինքդ կտեսնես ամեն ինչ, ասաց ինձ երազում հանգուցյալ մայրս, հարսանիքից 1 օր առաջ։ Ես լսեցի և հասնելով կեսրոջս տուն, սառեցի տեսածից։ Շարունակելուց առաջ բաժանորդագրվեք ալիքին և թողեք ցանկացած մեկնաբանություն։ Ձեր աջակցությունը օգնում է զարգացնել ալիքը և կիսվել ավելի շատ պատմություններով։ Հաճելի լսումներ։ Հարսանեկան զգեստը կախված էր պահարանի դրան վրա, ինչպես չիրականացած երջանկության ուրվական։ Մանր ժանյակավոր, փղոս գրիգույնի, կորսետի վրա մանր մարգարիտներով։ Ես ընտրել էի այն 3 ամիս, փորձել էի տարբերակներ 7 սրահներում, վիճել էի Դավիթի մոր հետ շլեյֆի երկարության շուրջ։ Հիմա այն թվում էր օտար, ինչպես դերասանուհու կոստյում, ում հեռացրել են պրեմիերայից առաջ։ Ես նստած էի հյուրանոցի համարի անկողնու եզրին և նայում էի հեռախոսին։ 23 բաց թողնված զանգ Դավիթից, 4-ը նրա մորից, շատ հաղորդագրություններ մեսենջերում։ Անահիտ, ինչ է կատարվում, դու որտեղ ես, հյուրերն արդեն հավաքվում են, թեև մի բան բացատրիր։ Վերջինը Լիլիթից էր, վկայից, ով հավանաբար հիմա վազում էր ռեստորանում 120 հյուրերի համար բացատրություն հորինելով։ Բացատրություն չկար, կամ, ավելի ճիշտ կար, բայց այնքան անհեթեթ, որ նույնիսկ ինքս ինձ չէի համարձակվում ընդունել։ Նախօրյա երեկո, հարսանիքից առաջ վերջին գիշերը, երազում մորս տեսա։ Նա մահացել էր 2 տարի առաջ քաղցկեղից։ Եվ այդ ժամանակվանից շատ հազվադեպ էր երազում գալիս։ Դրանք լուսավոր, մշուշոտ երազներ էին, որտեղ մենք պարզապես նստում էինք խոհանոցում և թե էինք խմում։ Բայց երեկվա երազը այլ էր, սուր, վար, անողոք սուր։ Մայրս կանգնած էր իմ սենյակի դռան մեջ, նույն ծաղկավոր խալաթով, որով անցկացրել էր կյանքի վերջին ամիսները։ Դեմքը երիտասարդ, առողջ, ինչպես հիշում էի մանկությունից, բայց աչքերը անհանգիստ։ Աղջիկս, հեռացիր այդ մարդկանցից, ասաց նա, և նրա ձայնը այնքան իրական էր հնչում, կարծես իսկապես կանգնած լիներ կողքիս։ Վաղը առավոտյան գնաս կեսրոջդ քաղաքամերձ տուն և ինքդ կտեսնես։ Արթնացած խուրդ քրտնքով, սիրտս այնպես էր բաբախում, կարծես ներքևի հարևանները լսեին։ Պատուհանից դուրս արդեն լուսաբաց էր սկսվում։ Հարսանիքից առաջի օրը սկսվում էր Երևանի մոխրագույն աշնանային կիսամթության մեջ։ Հիմարություն, ասացի ինքս ինձ, խոհանոցում սուրճ պատրաստելով փոքր վարձակալած բնակարանում, որը 1 շաբաթ հետո պետք է լքեի։ Մեղրամիսից հետո մենք Դավիթի հետ պլանավորում էինք տեղափոխվել նրա մոր մոտ, Արաբկիրի 3 սենյականոց բնակարան։ Ժամանակավորապես իհարկե, մինչև սեփական բնակարան գնենք, թեև այդ ժամանակավորությունը կարող էր երկարել։ 28 տարեկանում իպոթեկը և իմ պատճենը հանողի աշխատավարձը մարքեթինգային գործակալությունում կասկածելի արկած էր թվում։ Ամբողջ օրը փորձում էի մոռանալ երազը։ Գնացի գեղեցկության սրահ, որտեղ 4 ժամ ինձ դեմքի և մազերի խնամք էին անում։ Թարթիչներ էին կպցնում, ճաշեցի աղջիկների հետ, ժպտում, կատակում, ընդունում շներհավորանքներ։ Բայց մորս խոսքերը գլխումս մնացել էին որպես փուշ։ Երեկոյան, երբ բոլոր պատրաստություններն ավարտվեցին, չդիմացա։ Դավիթին ասացի, որ ուզում եմ մենակ լինել կարևոր օրվանից առաջ։ Նա չարարկեց։ Հավանաբար կարծում էր, որ կանացի նախահարսանեկան ծիսակարգերը հաճելի քմահաճություն են։ Իսկ առավոտյան մանիկյուրի փոխարեն նստեցի միկրոավտոբուս դեպի Զվարթնոց։ Սկեսրոջս քաղաքամերձ տունը գտնվում էր կայարանից կես ժամ քայլելու հեռավորության վրա։ Ես այնտեղ եղել էի ընդամենը 2 անգամ։ Մեկ անգամ գարնանը, երբ Դավիթը ինձ ներկայացրեց մորը որպես ապագա հարս։ Երկրորդ անգամ ամռանը, Լուսինեի ծննդյան օրը։ Այն ժամանակ ամեն ինչ թվում էր իդիլիա։ Խորոված, երգեր թոշակառու հարևանի կողմից, խոսակցություններ ապագա տան և երեխաների մասին։ Հիմա, անձրևից թաց ճանապարհներով անցնելով ցանկապատերի արանքով, ես ինձ հիմար էի զգում։ Կես օր է, իսկ ես հարս, ով վաղը պետք է լիներ, ջինսերով և բաճկոնով քայլում եմ, որովհետև հանգուցյալ մայրս երազում ասել էր դա անել։ Սկեսրոջս հողամասը խնամված էր, սիզամարգը կտրված, ծառերը սպիտակեցված,
նույնիսկ ուշ քրիզանթեմները ձմռան համար ծածկված։ Լուսինեն ամբողջ կյանքում աշխատել էր շինարարական ընկերության գլխավոր հաշվապահ, եւ դա երևում էր ամեն ինչում։ Դարպասը ինչպես միշտ փակ էր։ Ես հրեցի այն եւ անսպասելիորեն այն բացվեց։ Տարօրինակ։ Սկեսուրս միշտ կողպում էր այն, նույնիսկ երբ կարճ ժամանակով գնում էր խանութ։ Այստեղի ժողովուրդը առանձնահատուկ է, սիրում էր կրկնել նա։ Ճանապարհը դեպի տուն ոլորվում էր խնձորենիների արանքով։ Դեռ հեռվից լսեցի ձայներ։ Նստած էին երեքը՝ Լուսինեն, ինչ-որ անծանոթ կին միջին տարիքի եւ Վահեն, հորս նախկին գործընկերը ինստիտուտից։ Սիրտս խփեց։ Վահեին չէի տեսել գրեթե 3 տարի, հորս հուղարկավորությունից։ Այն ժամանակ նա ելույթ ունեցավ հրաշալի մարդու եւ տաղանդավոր ինժեների մասին։ Սեղմեց իմ ձեռքը եւ անհետացավ մեր կյանքից։ Բայց ինչ է անում նա այստեղ իմ նախահարսանեկան օրը։ Թաքնվեցի պահեստարանի հետևում եւ լսեցի։ Փաստաթղթերը արդեն պատրաստել եմ, վստահ ասաց տղամարդը։ Հարսանիքից հետո ավելի հեշտ կլինի ձևակերպել դրանք։ Երիտասարդ կինը չի խորանա հանգուցյալ հորի գործերի մեջ, նրան ժամանակ չի լինի։ Իսկ եթե խորանա, դա անծանոթ կինն էր, ձայնը անհանգիստ, թեթևակի խրպոտ ծխախոտից։ Անահիտը, ֆշշացրեց սկեսուրս, նա պարզ աղջիկ է, հոդվածներ է գրում շամպունների մասին, տեխնիկական հարցերում ոչ մի բան չի հասկանում, եւ Դավիթը կհսկի, որ չխառնվի որտեղ պետք չէ, նրա համար անհանգստանալու կարիք չկա։ Աչքերս մտնեց, նրանք խոսում էին ինձ մասին որպես անհարմար խոչընդոտի, որը պետք է շրջանցել։ Ես միևնույն է անհանգստանում եմ, շարունակեց հանձանոթը։ Պատենտը լուրջ գումար արժե, եթե բացահայտվի, որ հեղինակությունը քոնը չէ, կտրուկ ընդհատեց նրան Վահեն։ Արան մահացել է, վկաներ չկան։ Բոլոր մշակումները նրա համակարգչում էին, որը հիմա իմ մոտ է։ Պաշտոնապես պատենտը կգրանցվի իմ անունով, ինչպես սկզբից պետք է լիներ։ Պատենտ, ինչ պատենտ։ Հայրիկս իսկապես վերջին տարիներին աշխատում էր ինչ-որ նախագծի վրա, էներգախնայող տեխնոլոգիաների հետ կապված, բայց երբեք չէր պատմում մանրամասներ։ Ձանձրալի տեխնիկա, ասում էր նա ձեռքով ցույց տալով։ Կնոջ գործ չէ, դու զարգացիր քո ուղղությամբ եւ գլուխդ մի ծանրաբեռնիր ավելորդով։ Որքան կարող ենք վաստակել դրա վրա, հետաքրքրվեց սկեսուրս։ Հաջող վաճառքի դեպքում 75 միլիոն, գուցե ավելի, չինացիները արդեն հետաքրքրվել են։ Ես բռնվեցի պահեստարանի պատից, ոտքերս թուլացան։ Նշանակում է յուրաքանչյուրից 17 միլիոն ու կես, հաշվեց Լուսինեն։ Դավիթին կբավարարի բնակարանի համար եւ մեզ Գայանեի հետ էլ կմնա։ Անծանոթը հավանաբար Գայանեն էր, միայն առանց շտապողականության, զգուշացրեց Վահեն։ Նախ հարսանիքը, մեղրամիսը, թող աղջիկը վայելի սիրելի կնոջ դերը, հետո արդեն կարելի է համոզել նրան վաճառել հոր հին թղթերը խորհրդանշական գումարով։ Ես կանգնած էի պահեստարանի հետևում եւ չէի կարողանում հավատալ լսածիս։ Հորս պատենտը, մինչև 75 միլիոն, փողերի բաժանում այն մարդկանց միջև, ում ես ընտանիք էի համարում։ Իսկ Դավիթը գիտի, հարցրեց Գայանեն, մեկ այլ ծխախոտ վառելով, թե դու նրան մանրամասների մեջ չես խորացրել։ Իհարկե, ծիծաղեց սկեսուրս, կարծում ես իմ որդին պատահաբար է ամուսնանում նրա հետ։ Գեղեցիկ է, բայց ոչ այնքան։ Բնավորությունը այդքան էլ լավ չէ, խոհանոցում լավ չի կարողանում, բայց որբ է, կլոր որբ եւ միամիտ ինչպես ոչխար։ Կոկորթումը զգուլ եկավ։ Նշանակում է նաև Դավիթը, իմ Դավիթը, ով 1.5 տարի խնամքով էր վերաբերվում, ծաղիկներ էր նվիրում, սեր էր խոստովանում։ Հիշում ես, թե ինչպես էր նա անհանգստանում, երբ իմացավ, որ նա ուզում է հոր իրերը տեսնել, շարունակեց Լուսինեն։ Վազեց մոտս ամբողջ նյարդային։ Մամ, ինչ անենք, նա ամեն ինչ կգտնի։ Ես էլ ասում եմ մի հիմարացիր որդի, գլխավորը ամուսնացիր։ Կինը պարզապես ընկերուհի չէ, կնոջ իրավունքները այլ են, հետո կարելի է վերափոխել, իսկ եթե ինչ-որ բան փաստաթղթերը թաքցնել։ Խելացի ես մտածել, հավանեց Գայանեն, ինձ համար ինչ ես պահում, ես ամբողջ կյանքում թվերի հետ եմ աշխատել, ամեն կոպեկը հաշվել եմ, իսկ այստեղ այդպիսի գումար կողքով է անցնում։ Վահեն վեր կացավ եւ սկսեց քայլել, ընդհանրապես պլանը ավելի պարզ էր, Արամ պետք է ինձ համահեղինակ նշեր։ Օ, ինչ է նա հիշում, ձեռքը թափ տվեց սկեսուրս,
Աղջիկը միշտ զբաղված էր իր գործերով, աշխատանք, համալսարան, ընկերուհիներ, հոր վրա ուշադրություն չէր դարձնում։ Ես Դավիթին հատուկ հարցրի, արդյոք նա ընդհանրապես տեխնիկայից հասկանում է։ Նա ծիծաղեց. «Մամ, նա նույնիսկ հեռուստացույցը չի կարողանում կարգավորել»։ Նրանք սխալվում էին։ Ես իսկապես չէի հասկանում տեխնիկական ներբությունները, բայց հորս պատմությունները լավ հիշում էի, եւ գլխավորը գիտեի, թե որտեղ էր նա պահում բոլոր կարևոր փաստաթղթերի պատճենները։ Հայրիկս պարանոիկ էր լավ իմաստով։ Անահիտ, հիշիր, ասում էր նա, ամենակարևորը պետք է կրկնօրինակվի եւ թաքցվի այնտեղ, որտեղ ոչ ոք չի գտնի։ Նա սովորություն ուներ բոլոր նախագծերի պահեստային պատճեններ անել եւ դնել սեյֆում, որը մեր բնակարանում կանգնած էր գրքերի պահարանի հետևում։ Սեյֆի մասին գիտեի միայն ես։ Նույնիսկ մայրս չէր կասկածում դրա մասին։ Հորս մահից հետո ես մեկ անգամ բացեցի այն, հուղարկավորությունից անմիջապես հետո։ Այնտեղ պարկած էին ապահովագրություն, կտակ, մի քանի ընտանեկան լուսանկար եւ սկավառակների կույտ, նախագծերի անուններով։ Մեկը կոչվում էր էկոխնայող համակարգ, վերջնական տարբերակ։ Այն ժամանակ ես դրան նշանակություն չտվեցի։ Հիմա հասկանում էի, որ դա հենց այդ պատենտն է։ Ես հանգիստ հեռացա պահեստարանից եւ գնացի դեպի դարպաս։ Պետք էր հեռանալ, մինչև ինձ նկատեին, եւ ամեն ինչ լավ մտածել։ Միկրոավտոբուսում, որը վերադառնում էր քաղաք, ես փորձում էի մտքերս հավաքել։ Հեռախոսը պայթում էր զանգերից։ Դավիթը, նրա մայրը, ընկերուհիները բոլորը պահանջում էին բացատրությունները։ Ես անջատեցի ձայները եւ նայում էի պատուհանից դուրս, անցնող քաղաքամերձ հողամասերին։ Պլանը հասունացավ այն պահին, երբ միկրոավտոբուսը մոտենում էր կայարանին։ Նախ հորս փաստաթղթերը, հետո խոսակցություն պատենտայինի հետ, եւ արդեն հետո վերջնական տեսարանը։ Բանկում ինձ դիմավորեցին որպես օրինակելի հաճախորդի։ Ես կանոնավոր կերպով վճարում էի եւ երբեմն գալիս էի ստուգելու, որ ամեն ինչ կարգին է։ Մենեջերը տարավ ինձ պահեստարան, եւ արդեն 10 րոպե հետո իմ ձեռքում էր ցանկալի պապկեն սկավառակներով։ Տանը սկավառակը նոթբուքի մեջ մտցնելով ես տեսա հորս մշակումը, սխեմաներ, հաշվարկներ, բանաձևեր, աշխատանքի սկզբունքի նկարագրություն։ Եվ ամենակարևորը ֆայլերի մետատվյալները ցույց էին տալիս ստեղծման եւ խմբագրման ամսաթվերը։ Բոլոր փաստաթղթերը ստեղծվել էին այն բանից հետո, երբ հայրիկս հեռացել էր ինստիտուտից, մեր տնային համակարգչում։ Հովանեսի հետ համահեղինակության ոչ մի հետք չկար։ Պատենտայինը Սերգեյի աշխատում էր կենտրոնում։ Ես գտա նրան ինտերնետով։ Կարծիքները լավ էին, մասնագիտացումը հարմար։ Հեռախոսով նա համաձայնեց հանդիպել նույն օրը, չնայած հանգստյան օրվան։ Հետաքրքիր դեպք, ասաց նա փաստաթղթերը դիտելով։ Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես դուք պատմում եք, ապա սա խարդախություն է առանձնապես խոշոր չափերով։ Դուք ունեք ապացույցներ, որ այդ մարդիկ պլանավորում են կեղծել հեղինակությունը։ Միայն իմ խոսքերը, ազնվորեն խոստովանեցի ես։ Բայց վաղը հորս նախկին գործընկերը պետք է դիմի պատենտային բյուրո։ Կարելի է ինչ-որ կերպ ստուգել դա։ Կարելի է եւ պետք է։ Ես այսօր կդիմեմ ձեր անունից որպես հեղինակի ժառանգորդի։ Էլեկտրոնային տարբերակով դա ավելի արագ է արվում, իսկ վաղը, երբ ձեր հոր ընկերը գա պատենտային բյուրո, նրան սպասվում է տհաճ անակնկալ։ Իսկ եթե նա ասի, որ փաստաթղթերը ես եմ գողացել։ Սերգեյը ժպտաց։ Ֆայլերի մետատվյալները, ստեղծման ամսաթվերը, համակարգչի բնութագրերը, ամեն ինչ հեշտությամբ ստուգվում է փորձաքննությամբ։ Գումարած ունենք ձեր հոր կտակը, որտեղ նշված է, որ ինտելեկտուալ սեփականության իրավունքները անցնում են ձեզ, այնպես որ մի անհանգստացեք։ Երեկոյան ես վերջապես պատասխանեցի Դավիթի զանգին։ Անահիտ, դու որտեղ ես։ Ինչ է կատարվում։ Բոլորը խենթանում են։ Պետք է հանդիպենք, խոսանք։ Իհարկե, արի տոն, մաման խինկարի է եփել։ Խոսանք վաղվա համար։ Ոչ տուն չեմ գա։ Սրճարանում Սարյանի վրա, որտեղ առաջին անգամ հանդիպեցինք, 1 ժամ հետո։ Իմ փեսացուն եկավ ամբողջ խճճված, կարմիր աչքերով։ Հարաբերությունների 1.5 տարվա ընթացքում առաջին անգամ տեսա նրան այդպիսի վիճակում։ Անահիտ, ինչ է պատահել։ Նա բռնեց իմ ձեռքերը։ Ինչ մանկական քմահաճույքներ հարսանիքից առաջ։ Ինչու չես վերցնում խողովակը։ Դավ, դու սիրում ես ինձ։ Իհարկե, ինչպես կարող ես նման բան հարցնել։ Ես պատրաստվում եմ ամուսնանալ քեզ հետ։ Իսկ ինչի համար ես սիրում։ Նա շփոթվեց։ Դու բարի ես, գեղեցիկ։ Մեզ լավ է միասին։ Եվ նաև ես որբ եմ, եւ տեխնիկայում չեմ հասկանում։ Այո, նրա դեմքը փոխվեց, հայտնվեց զգուշավորություն։ Ինչու ես տարօրինակ հարցեր տալիս։ Պատմիր ինձ հորս պատենդի մասին։
Դավիթը բաց թողեց իմ ձեռքերը եւ հետ շրջվեց աթոռի թիկունքին։ Չեմ հասկանում։ Ինչի մասին ես խոսում։ Էկոխնայող համակարգը։ Էկոխնայող համակարգ։ Մինչև 75 միլիոն։ Այդպես ավելի պարզ է։ Հիմա իմ փեսացուն վերջնական գունատվեց։ Միստիր։ Ես ամեն ինչ գիտեմ։ Մորդ հետ ձեր բաժնի մասին, այն մասին, որ ես պետք է վաճառեմ հորս հին թղթերը կոպեկների դիմաց։ Նա ձեռքերով ծածկեց դեմքը։ Որտեղից։ Դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ վաղը նա չի կարողանա դիմել, որովհետև ես արդեն դիմել եմ այսօր։ Դավիթը լուր նստեց 5 րոպե, հետո հանգիստ հարցրեց. Իսկ հիմա ինչ։ Ոչինչ, ապրիր, միայն առանց ինձ։ Անահիտ, ես կարող եմ բացատրել։ Ինչը, որ 1.5 տարի սիրո դեր ես խաղացել փողերի համար, որ քո մայրը ինձ անվանում էր ոչխար, թե որ դուք պլանավորում էիք հսկայական գումարներ գոհանալ որբից։ Նա փորձեց բռնել իմ ձեռքը, բայց ես հետ քաշեցի։ Ես իսկապես սիրահարվեցի քեզ։ Սկզբում այո, կար առևտրային բաղադրիչ, բայց հետո հարմար էր։ Բարի, լավ, ոչինչ չպահանջող։ Իսկ ես, ինչպես հիմարուհի, պլաններ էի կառուցում ընդհանուր ապագայի վրա։ Անահիտ, արի ամեն ինչ սկսենք սկզբից, առանց պատենտների, առանց փողերի։ Պարզապես իրար հետ։ Ես վեր կացա եւ հակաբաճ կոնս։ Դավ, եթե դու ազնվորեն գայիր ինձ մոտ եւ ասեիր. Անահիտ, ես գիտեմ, որ քո հայրը թողել է արժեքավոր մշակում։ Արի միասին հասկանանք։ Գուցե իսկապես գործընկերներ դառնայինք, բայց դու ընտրեցիր խաբեությունը։ Իսկ հիմա ուշ է սկսել սկզբից։ Հրաժեշտ։ 3 օր հետո հորս գործընկերը իսկապես փորձեց դիմել պատենտի համար։ Նրան քաղաքավարի ուղարկեցին հետ, բացատրելով, որ օրինական իրավատիրոջի դիմումն արդեն ստացվել է եւ քննարկվում է։ Իսկ 1 շաբաթ հետո նա ստացավ դատարանի կանչ։ Ես նրա դեմ դատի տվեցի խարտախության փորձի համար։ Դատը տևեց 2 ամիս։ Նա փորձում էր ապացուցել համահեղինակությունը, բերում էր ինստիտուտի վկաներ, հղում էր անում հին նախագծերին։ Բայց մետատվյալների փորձաքննությունը եւ հորս ընկերների ցուցմունքները, ովքեր հիշում էին նրա պատմությունները ոգեշնչման մասին, իրենց գործն արեցին։ Որոշումը միանշանակ էր։ Պատենտը պատկանում է ինձ, որպես միակ հեղինակի ժառանգորդի։ Դավիթը առաջին շաբաթներին փորձում էր զանգել, հետո հանձնվեց։ Լուսինեն 1 անգամ հանդիպեց ինձ մուտքի մոտ։ Փորձում էր ինչ-որ բան բացատրել թյուրիմացության եւ ընտանեկան հարաբերությունների մասին, բայց ես անցա կողքով։ Պատենտի վաճառքը տևեց եւս կես տարի։ Գնորդը ոչ չինական կոնցեռն էր։ Ինչպես պլանավորում էին նրանք, այլ շվեդական ընկերություն, մասնագիտացված էկոլոգիական տեխնոլոգիաներում։ Նրանք առաջարկեցին 110 միլիոն, ավելի քան հաշվարկում էին խարդախները։ Այդ փողերով ես արեցի այն, ինչի մասին վաղուց երազում էի։ Բացեցի հիմնադրամ, երիտասարդ գյուտարարներին աջակցելու, Հորս անունով։ Մի մասը գնաց տեխնիկական բուհերի ուսանողներին գրանտների, մի մասը իրավաբանական աջակցությանը նրանց, ովքեր բախվում են ինտելեկտուալ սեփականության գոհությանը։ Սերգեյը պատենտայինը դարձավ ոչ միայն գործընկեր, այլև մտերիմ ընկեր։ Պարզվեց, որ նա էլ վաղ է կորցրել ծնողներին եւ հասկանում էր, թե ինչ է նշանակում հանկարծ մենակ մնալ։ Մեր շփումը սկսվեց գործնական հանդիպումներից, բայց աստիճանաբար վերածվեց կյանքի, գրքերի, ապագայի պլանների մասին երկար խոսակցությունների։ Գիտես, ասաց նա մի ձմեռային երեկո, երբ նստած էինք նրա գրասենյակում հաջորդ գրանտի փաստաթղթերի վրա։ Քո մայրը իմաստուն կին էր։ Ինչու ես այդպես մտածում։ Նա ճիշտ պահին քեզ բերեց ճշմարտությանը։ Պատկերացրու, եթե ամուսնանայիր, իսկ հետո իմանայիր ամեն ինչի մասին։ Ես մտածեցի, իրոք երազը կարող էր լինել պարզ համընկնում, ենթագիտակցության աշխատանք, որը որսացել էր ինչ-որ անգիտակցական ազդանշաններ։ Բայց արդյունքը դրանից պակաս կարևոր չէր դառնում։ 1 տարի հետո հիմնադրամը տվեց առաջին գրանտները։
Ստացողների մեջ կար աղջիկ, ջրի մաքրման համակարգ մշակող և տղա, արևային մարտկոցների նոր սերնդի նախագծով։ Նայելով նրանց վառ աչքերին հանձնման արարողության ժամանակ, ես հասկացա, հայրիկս հպարտ կլիներ ինձնով։ Գործընկերը ստացավ տարի պայմանական խարդախության փորձի համար։ Դավիթը աշխատանքի անցավ մեկ այլ շինարարական ընկերությունում և ամուսնացավ տնօրենի դստեր հետ։ Լուսինեն վաճառեց քաղաքամերձ տունը և տեղափոխվեց որդու մոտ, իսկ ես գնեցի փոքրիկ տուն գետի ափին։ Երեկոներին ես զբոսնում եմ ափով և մտածում, թե որքան տարօրինակ է երբեմն շրջվում կյանքը։ 1 տարի առաջ ես պատրաստվում էի դառնալ այն մարդու կինը, ով չէր սիրում ինձ։ Հիմա ես ղեկավարում եմ հիմնադրամը, օգնում եմ տաղանդավոր մարդկանց պաշտպանել իրենց գաղափարները և հանդիպում եմ տղամարդու հետ, ով գնահատում է ինձ ոչ միամտության, այլ վճռականության համար։ Արդարությունը հաղթեց ոչ միայն դատարանում, այլև կյանքում, և ես հստակ գիտեմ, որ որտեղ որ լինի երկնքում, իմ մայրը հիմա ժպտում է։ Բոլորին շնորհակալություն, ովքեր լսեցին պատմությունը մինչև վերջ։ Եթե պատմությունը ձեզ դուր եկավ, դրեք լայք և բաժանորդագրվեք ալիքին։ Կհանդիպենք։